Սիրելի հայրենակիցներ, ես այստեղ գալիս եմ Մալաթիա Սեբաստիայում իրականացված քարոզարշավից հետո եւ ուզում եմ այդ քարոզարշավի ընթացքում երկու դրվագի անդրադառնալ ու կիսվել ձեզ հետ ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Ուրեմն մի կին մոտենում է իր թորնիկի հետ, 5 ամսեկան Անդրանիկի հետ ու ասում է. ես անպայման մերժելու եմ այս իշխանություններին եւ ընտրելու եմ ձեզ, որպեսզի իմ թորնիկը քրիստոնյա մնա։ Դուք պատկերացնում եք մեկ ինչպիսի հանգրվանում ենք հիմա, որ մարդն անհանգիստ է, որ իր թորնիկը կարող է քրիստոնյա չլինել։ Բայց դա ինչու է այդպես, որովհետև մեր հերոսական պատմության յուրաքանչյուր դրվագ հիմա ուրացվում է։ Պատերազմ է հայտարարվում այնպիսի մեր ինքնության տարերի դեմ, որ երբևէ որևէ մեկից մտքով չեր անցնի։ Մենք երբևէ կարող էինք պատկերացնել այն պատերազմը, որ իրականացվում է եկեղեցու դեմ։ Մենք կպատկերացնեինք, որ հոգևոր առաջնորդները քրեական հետապնդումների պետքա ենթարկվեն։ Մենք կպատկերացնեինք, որ Արարատի դեմ պայքար պետքա գնա։ Եվ ես մի կողմից լսում էի ու ասում էի, վայ, իսկապես մենք այս հանգրվանին ոնց կարող ենք հասնել ու հետո հասկանում ես, որ ամբողջ այս տարիների պատմությունը հենց դրա մասին է։ Եվ երկրորդ դրվագը այգով քայլում ենք եւ երկու կներեք ես բառն ասեմ զրուցարանի փոխարեն ասեմ բիսեդկաներում մարդիկ էին նստած եւ մի կողմն ընդգծված ընդդիմությանն էր սատարում, մյուս կողմում իշխանական հայացքներ ունեցող մարդիկ էին ու ընդգծված պառակտում կար այս մարդկանց միջև։ Բայց դա ամենուր է։ Մարդկանց տներում այդ պառակտումը, բակերում է պառակտումը, հարևանության մեջ է պառակտումը, տարբեր աշխատանքային կոլեկտիվներում է պառակտումը։ Եվ մեր այս պայքարը նրա համար է, որ նաև իշխանափոխությունից հետո համընդհանուր ներդաշնակություն եւ համերաշխություն լինի մեր ժողովրդի մեջ։ Այո, այն մարդիկ, ովքեր պետքա կրեն պատասխանատվություն, այն ամենի համար ինչ տեղի է ունեցել մեզ հետ պետքա պատասխանատվություն կրեն, բայց ժողովուրդը պետքա համերաշխ լինի եւ այդ պառակտվածությունը մենք առհասարակ վերացնելու ենք մեր ժողովրդի եւ մեր պետության մեջ։ Սիրելի ժողովուրդ, անձրևելա ես փորձեմ հնարավորինս կարճ։ Մենք մի քաղաքական ուժ ենք, որ իր շապիկին կամ իր կրծքին Հայաստանի քարտեզ չի խփել, բայց որի առաջնորդի ժամանակահատվածում կառավարման մի սանտիմետր ադրբեջանական վերահսկողության տակ չի եղել եւ մենք այդ քարտեզը մեր դոշին խփելու փոխարեն ապահովելու ենք այդ նույն տարածքային ամբողջականության պահպանումն ու պաշտպանությունը։ Մենք մի ուժ ենք, որ ձեզ համար սաղմոսներ չի արտասանելու կամ կեղծ մարգարե մեզ չենք երևակայելու, բայց մենք պաշտպանելու ենք մեր հավատն ու եկեղեցին։ Մենք մի քաղաքական ուժ ենք, որ պապ թագավորի մասին չի խոսում, հայոց պատմության գրքերը գրկած չի նկարվում, բայց մենք խոնարհվում ենք մեր պատմության առաջ, մեր հարգում ենք մեր պատմությունը եւ թույլ չենք տալու, որ որևէ մեկը ուրանա հայոց պատմությունը իր բոլոր կնճռոտ դրվագներով եւ իր բոլոր հպարտանալու արժանի դրվագներով։ Ես ուզում եմ շատ կարճ անդրադառնալ մի դրվագի, որ երեք արձանագրվեց։ Գիտեք, որ պաստար պոկելու համար երիտասարդ տղան ի վերջո ինքնասպանություն է գործել, այսինքն քրեական հետապնդում է իրականացվել նրա նկատմամբ եւ այնուհետեւ նա ինքնասպանություն է գործել։ Քնչական դատախազություն, ձեր գործը պաստար պոկողների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն է, մանկապիղծ մարդիկ պտտվում են քաղաքում ու դուք որևէ բան չեք անում։ Այստեղ Նարեկ Խաչատրյանն է, ում եղբայրը խաղաղ պայմաններում մահացել է։ Մինչև այսօր որևէ բացահայտում տեղի չի ունեցել։ Եվ ես պահանջում եմ, որ քննիչներն ու դատախազները գիտակցեն, որ Նիկոլից հետո կյանք կա։ Իրենք պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ թե կոնկրետ անձին։ Եվ իրական հանցագործության հետևից գնան եւ ոչ թե պաստար պոկողների, որը ունենում է ուղակի
մահվան ելք։ Սա ուղղակի խայտարակություն է։ Մեկ այլ խայտարակություն է, երբ համատարած ուսուցիչներին եւ աշակերտներին տանում են, ինչա որ Նիկոլ Փաշինյանը իրան մի քիչ լավ զգա, ավելորդ սրտիկներ դնի ու իբր իրա սերն է ցույց տալիս։ Սերն ուսուցչի նկատմամբ այդպես չի դրսևորվում։ Սերն ուսուցչի նկատմամբ չի դրսևորվում ստորացուցիչ ատեստավորումներով, որոնք մենք անպայմանորեն վերանայելու ենք։ Դպրոցում կրթական հաստատություններում քաղաքականությունը պետքա ուղղակի չլինի։ Եվ սա ֆունդամենտալ մտածողություն է, որին մենք հասնելու ենք։ Ժողովուրդ, բավականին բարդ ընտրություններ են, ես հասկանում եմ, ամեն տեղից մանիպուլյացիաներ, կեղծիքներ, բայց ես ուզում եմ դուք նայեք այս հարթակին։ Այս հարթակին կանգնած են մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են անցել։ Այդ ճանապարհով միայն հպարտանալ արժանի են։ Մենք այստեղ ունենք Սփյուռքի ներկայացուցիչ ու մենք տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքականություն է վարվում Սփյուռքի դեմ։ Ոնց են կտրել մեր երկու թևերը, Սփյուռքը եւ Արցախը, եւ հիմա փորձում են ոչնչացնել Հայաստանը։ Ես ուզում եմ մենք բոլորս հունիսի 7-ին տեր կանգնենք Հայաստանին, տեր կանգնենք մեր պատմությանը, մեր ապագային, մեր հավատքին, մեր եկեղեցուն։ Ու ես վստահ եմ, որ միասին մենք դա անելու ենք։ Միասին։ Միասին։ Հունիսի 7-ին ընտրում ենք։ Շնորհակալ եմ շատ։